Բարեկամներ, Օրագիր Նյուսը շարունակում է արցախական խորագրի ներքո զրուցել Արցախի Հանրապետությունը ներկայացնող հասարակական, քաղաքական ու պետական գործիչների, մտավորականների, լրագրողների եւ պարզապես մարդկանց հետ, ովքեր անցել են կյանքի ճանապարհ եւ ասելիք ունեն։ Այսօրվա մեր հյուրը Աշոտ Սարգսյանն է, նա եղել է Արցախի խորհրդարանի падգամավոր 2 անգամ, 2 գումարումներում, ինչպես նաև եղել է վերջին տարիներին Արցախի Հանրապետության կառավարության կրոնի եւ ազգային փոքրամասնությունների հարցերի բաժնի պետ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Շնորհակալություն։ Գնացինք առաջ։ Առաջի հարցը ես ձեզ կտամ Արցախի բարբարով։ Հունցը կրեցալեք տվարվիկ։ Կրեցալեք հարմարվիկ։ Ինչով եք հիմա զբաղվում, պարոն Սարգսյան։ Ուրեմն հարմարվելը, ասեմ էլի, աղջիկս այստեղ աշխատում էր, վարկոմի տուն է վերցրել։ Ճիշտ է, մի քիչ քաղաքի ծայրամասում կարելի ասել ամենաբարձր տեղի իմիջիայլոց Երևանում, Նորքի 5-րդ մասիվ։ Հարմարվել ենք, իհարկե, հարմարվել ենք, ապրում ենք։ Սկզբնական շրջանում 3 ընտանիքներ միասին ապրում էինք, հիմա իրանք տեղափոխվել են, մնացել ենք մենք, մեր երեխաներով, կնոջս հետ միասին իհարկե։ Աշխատում եք, ինչով եք զբաղվում հիմա։ Հիմա այս պահին հասարակական հիմունքներով ես աշխատում եմ մի ինստիտուտի կոչվում, Վերլուծությունների ինստիտուտ, նաև հասարակական հիմունքներով աշխատում եմ իմ նախկին պաշտոնում, այսինքն կրոնի եւ ազգային փոքրամասնությունների բաժնի պետ, որպես աշխատում իհարկե հասարակական հիմունքներով։ Իդեպ այս հարցը մեր ունկնդիրներից մեկն է ողել, իմանալով որ դուք պետք է գաք աշխատանքի բերումով, գաղտնիք չէ դուք շատ սերտ հարաբերություններ եք ունեցել հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ, ինչպիսին է հիմա թեմի վիճակը, այն կա, ինչպիսի կարգավիճակ ունի Արցախի թեմը։ Ուրեմն ասեմ, որ Արցախի Հանրապետությունում նորանշանակ Սրբազանը ժամանակին նշանակել էր բոլոր շրջանների հոգևոր պատասխանատուններ եւ այն ժամանակ մենք ունեինք 13 հոգևորականներ, ծառայություն մատուցող քահանաներ, բնական է քիչ է եղել, բայց համեմատաբար կարելի է բավարար հաշվել աշխատանքները, ցավոք սրտի տեղափոխվելով այստեղ ավելի շուտ բռնագաղթելով, իսկ ավելի ճիշտ ցեղասպանության ենթարկվելով, մենք երբ տեղափոխել ենք այստեղ, Վեհափառի կողմից 2023 թվականի հոգևոր գերագույն խորհրդի ժամանակ հայտարարել է, որ Արցախի թեմը պահպանում է, գործում է, բայց որոշ չափով լիազորությունները փոխված, ճիշտ ասած ինձ դա չի գոհացնում, որովհետև Արցախի Հանրապետությունը, եթե Արցախի թեմը գործում է, ապա պիտի լիարժեք գործի թեմը։ Եվ քահանաներն էլ ցավոք սրտի 5 քահանա գործողել են Ռուսաստանի Դաշնություն, մնացած 8 քահանաները այստեղ տարբեր մարզերում իրենց գործունեությունն են ծավալում։ Իմ կարծիքով ճիշտ կլինի, որ գոնե 8 քահանա Վեհափառի կողմից նորից նշանակի Արցախի թեմի աշխատանքի եւ մեկը որպես Ստեփանակերտի պատասխանատու, մյուսը 7 շրջանների հոգևոր պատասխանատուներ։ Հենց դրա միջոցով մենք կարանք համախմբենք բոլոր արցախցիներին։ Դա իհարկե իմ առաջարկն եղել, ժամանակին առաջարկել եմ, գիտաժողովի ժամանակ նույն առաջարկը հնչեցրել եմ, որովհետեւ միայն Արցախի այդ բնակչության, ազգաբնակչության համախմբումով կարելի է եւ պահպանել մեր բարբառը, նաեւ կենսակերպը, ինչքան էլ մենք ուզենանք, օրինակ շատերը մեզ մեղադրում են, ասում են, ինչու չեք ուզում ինտեգրվեք Հայաստանին։ Նախ մենք ինտեգրվել ենք, ունենք նույն գրականություն, նույն մշակույթ, ամեն ինչ, բայց այն սովետի ժամանակ անգամ մենք ունեցել ենք, չէ, գրողների միություն, Լորի գրողների միություն, Շիրակի գրողների միություն։ Դրանք բաժանմունքներ են։ Այո, դրանք բաժանմունքներ են եղել, այսինքն այդ բոլորը Հայաստանի գրողների միության տարբեր բաժանմունքներն են եղել։ Այդ ամբողջ խնդիրի։ Հիմա այդ նույն ձև ինչն է խանգարում, որ մենք այստեղ արցախցիներս մենք ունենանք մեր համայնքները, ծխական համայնքները եւ թեմական խորհուրդը լիարժեք աշխատի։
Դա է խնդիրը, այսինքն մեր արցախցիների համախմբման խնդիրը դա է։ Եվ օրինակի համար ես ներկայացրել եմ 1946-48 թվականի հայրենադարձությունը։ Այն ժամանակ էլ կար նոր Զեյթուն, նոր Մարաշ, նոր Արեշ եւ մնացած Սասունցիները, Սասունաշեն գյուղ միջև հիմա գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում։ Ինչու մենք չունենանք մեր բնակավայրերը եւ համապատասխան։ Օրինակ ես հիշում եմ Զեյթուն թաղամասում կոնկրետ եւ զեյթունցիները կային եւ հայրենադարձված պարսկահայերը այդտեղ համատեղ ապրում էին շենքում։ Դա է խնդիրը, որ իրենք մեկը մյուսին օգնելով հենց ինտեգրացիան դա է։ Ես բերել եմ նաեւ Գյումրիի օրինակը։ Ուրեմն երբ երկարաշարժ է եղել, Արցախ են բերել նաև Գյումրիի մի շարք որբ երեխաների։ Այն ժամանակ առաջնեկս ծնված էր, կինս ցանկանում էր, որ գնար քույր եղբոր որդեգրեինք, պահենք, եւ ասում են փառք Աստծո, որ չի ստացվել։ Եվ այդ երեխաներին տեղափոխել են Գյումրի, եւ Գյումրու համհոտը այսօր որ կա, հենց դրանով է պայմանավորված, որ գյումրեցիները վերադարձել են եւ ապրում են Գյումրիում։ Դա է խնդիրը։ Եվ այդ նույնն էլ մեր արցախցիներն է, որ մենք պետք է այստեղ բնակվենք եւ ամեն ինչ, այո, կոմպակտ բնակվենք։ Անկամ նույնիսկ նոր բնակավայրերի ստեղծում։ Այո, նոր բնակավայրերի ստեղծում չի խանգարում։ Չմոռանանք, որ նույն գործընթաց կատարել է նաեւ Արամ առաջինի կարգադրությամբ Արցախում բնակավայր են ստեղծել, նոր բնակավայր են ստեղծել եւ իրենք ֆինանսավորել են եւ այնտեղ բանի այդ բնակվում էին նաեւ տարբեր տեղերից եկած մարդիկ ապրում էին։ Այդ է խնդիրը, որ նույնը կարելի է հիմա էլ անել։ Եթե հետայացնելու լինենք, ինչ բաց թողումներ ունենք, բնականաբար դուք ձեր մեջ վերլուծած կլինեք, ինչ ենք արել, որ պետք չէր անել, կարող էր ամեն ինչ այլ կերպ լինել։ Իհարկե կարող էր մեր պատմության ընդհանրապես 1991 թվականի մասին շատ քիչ լուսաբանումներ կան, վերլուծություններ կան։ 91 թվականին ընդհանրապես մենք շեղվել ենք մեր ազգային ազատագրական պայքարից։ Եվ պատկերացրեք եղել է ժողով, ես անձամբ մասնակցել եմ, երբ անգամ Արցախի հանրապետության հետագայում բարձրագույն պաշտոններ զբաղեցնող մարդիկ համաձայն էին, որ մենք որպես ինքնավար հանրապետություն գոյատևեինք մնայինք Ադրբեջանի կազմում։ Այսինքն միացումից շեղվելը դա կարելի է ասել ազգային դավաճանություն է եղել։ Ցավոք սրտի մերոնք ընդառաջել են եւ այն ժամանակ էլ մենք ունեինք մեծ քանակությամբ համախոհներ, այն ժամանակ մենք պայքարել ենք, որ պետք է լինի միացման գաղափարը միջև վերջ չտարվի եւ Այսինքն հանրապետություն չհրճակեին։ Այո, չհրճակեինք անկախ հանրապետություն։ Ես չեմ ուզում անուններ նշեմ, մեր ազգային ժողովի նախկին ղեկավարներից մեկը Մամուլի Ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ինչով է վատ, որ ՄԱԿ-ում ունենանք երկու հայկական պետություն։ Ես ռեպլիկայի կարգով այն ժամանակ նշել եմ, որ ինչով է լավ, որ ՄԱԿ-ում գոյություն ունի 23 արաբական երկիր։ Այսինքն հենց տորոր կիսվելը դա է այդ արաբական խալիֆայությունը հետագայում տորորել 23 արաբական պետություն ինչի են հասել ոչ մի բանի այսօր արաբի դեմ կռվում այսօր այդ ամբողջ խնդիրը դա համար ենք ասում միացումից շեղելը ամենակարևոր խնդիրը դա է իսկ մնացածը արդեն դրա հետևանքներն են պատճառը հենց միացումից շեղվելն է մնացածը բոլոր ինչ տեղի է ունեցել դա հետևանքներն են Ճանաչելով ձեզ դժվար չի կռահել, որ ձեր գլխավոր երազանքը, գլխավոր նպատակը հայրենիք վերադառնալն է։ Այդ բաղձալի հեռանկարի համար ուղիներ տեսնում եք։ Այո, իհարկե ուղիներ տեսնում եմ, առաջին կարևորագույն խնդիրը, որ պետք է մենք լուծենք, համախմբվելն է։ Համախմբվելը կա երկու տարբերակ ունենք մենք համախմբվելու, մեկը մոռացել ենք մենք բոլորը ընդհանրապես նշում են, որ Արցախի լեգիտիմ մարմինը այս պահի դրությամբ մենակ ազգային ժողովն է։ Ազգային ժողովը չի, հարգելիներս նաև տեղական ինքնակառավարման մարմիններն է, ընտրված ժողովրդի կողմից, այսինքն համայնքները։ Այսօր համայնքների ղեկավարները մեծամասնությունը, բացարձակ մեծամասնությունը Հայաստանի Հանրապետությունում են գտնում։ Վարչակազմի ղեկավարները Հայաստանի Հանրապետություն։ Ինչ է խանգարում, ով է խանգարում մեզ համայնքները վերականգնենք։ Եվ համայնքը օրինակ ինձ համար զարմանալի է, ես լինելով բաժնի պետ
Հենց որ եկել ենք ստեղ, չկա մի ամիս, որ ես չհետաքրում իմ բաժնի աշխատողները ինչով են զբաղվում, ինչ են անում։ Ոնց կարելի է չհետաքրվել։ Այդ նույնն էլ վերաբերում է նախարարներին։ Միթե նախարարների համար հետաքրքիր չի։ Պատկերացրեք այդ բարձրակույն կոչում, որ ասում են նախարար, պատկերացրեք նախկինում հայկական նախարարությունները ինչով են զբաղված։ Հիմա մեր սիրելի նախարարները ինչով են զբաղված։ Երբևէ մի նախարար զանգել է իր բաժնի պետին կամ վարչության պետին, իմանա ինչով են զբաղված, ով ինչ է անում, ինչպես են ապրում, ոնց են կենցաղային հարցերը լուծում։ Ախր զարմանալի է, ժամանակին լինելով նախարար, միթե իրենց չի հետարկում։ Եվ այդ նույնը վարչակազմի բանը, գյուղապետ էր, հարգելի գյուղապետ էր։ Ձեզ հետաքրքիր չի ձեր գյուղի անդամները այս պայդրությամբ որտեղ են գտնվում, ինչով են զբաղված։ Այո, կարելի է դա անել։ Գիտեք, դա է կարևորը։ Նույնիսկ անհրաժեշտ է։ Այո, անհրաժեշտ է, եւ բացի դրանից քահանաները, հարգելի քահանաներ, օրինակ ես դիմեմ Ստեփանակերտի քահանային շատ հարգելով։ Ձեզ հետաքրքիր չի քո համայնքի անդամը այսօր գնում է պատարագի, թե չէ։ Հաղորդություն ենք ստանում, որտեղ ենք հաղորդություն ստանում։ Հետաքրքիր չի բոլորին։ Դա ենք ասում, դրա համար ես այդ կոչ եմ արել, որ համաժամանակյա ստեղծվի եւ ծխական եւ համայնքները, աշխարհիկ համայնքները համատեղ ստեղծվեն եւ բոլորն էլ իր աշխատատեղը նորից վերադառնա։ Շակերտավոր ենք ասում, բայց յուրաքանչյուրը զգա, որ այդ ժամանակ ժողովուրդ քեզ ընտրել է, հարգալի գյուղապետ, հարգելի քաղաքապետ, ժողովուրդ ձեզ ընտրել են, չէ, 4 տարի ժամանակով։ Հիմա որոշները արդեն լիազորությունները ժամկետը լրացել է, հանրապետության նախագահը իրավունք ունի ըստ սահմանադրության եւ օրենքների երկարաձգելը, ոնց որ երկարաձգել է ազգային ժողովի գործունեությունը։ Այդ նույնն էլ կարող է անի տեղական ինքնակառավարման մարմինները։ Եվ համախմբման հենց առաջի խնդիրը դա է, որ պետք է համախմբենք։ Երկրորդ կարևորագույն խնդիրը, որ այդ լավ համախմբվեցինք, իշխանությունները, Հայաստանի իշխանությունները, դա Հայաստանի իշխանությունների հենց առաջի խնդիրը դա պիտի լինի, ոնց որ հայրենադարձության ժամանակ 46-48 թվականի Գրիգոր Հարությունյանի խնդիրն է եղել եւ իրենք ամեն ինչ արել են, անգամ դիմել են սովետական միության բարձրագույն մարմիններին, որ ֆինանսապես օգնեն եւ այն ժամանակ առաջի խնդիրը հենց եղել է միացումը Արցախին, Սովետ միությունը բնականաբար չի համաձայնել, բայց օգնել է, որ հայրենադարձները նորմալ պայմաններ ունենան։ Եվ այն շենքերը այն ժամանակ որ կառուցում էին, որ այսօր նայում ես Հայաստան, մանավանդ Երևանում, այդ ահռելի քանակությամբ շենքերը կառուցում են։ Ում համար է կառուցում, եթե ոչ հայրենադարձների։ Փաստորեն այսօր մենք ոչ թե հայրենադարձներ ենք, իհարկե բռնատեղահանվածներ ենք։ Դժվար է այսօր Ստեփանակերտի բնակության համարյա 50%-ը ապրում են Երևանում։ Գոնե Ստեփանակերտցիների, շուշեցիների, հադրութիների համար այդ շենքերից հնարավոր չի հատկացնել։ Գիտեք, ձեր ասած շենքերը կառուցում են, ես ենթադրում եմ, թերևս մասնավորի հաշվին։ Այո, իհարկե։ Բայց երևի թե նկատի ունեք, որ պետությունը իր երթին ինչ-որ բան պիտի անի արցախցիների համար։ Այո, իհարկե պետությունը պիտի անի, բացի դրանից, այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ այնպիսի իրավիճակ են ստեղծել հայոց աշխարհում, որ անգամ մեծահարուստ մարդիկ, որ ժամանակին օգնություն են ցուցաբերում, այդ մարդիկ են խռովել Հայաստանից։ Թեկուզ ես չեմ արդարացնում։ Կապ չունի, ով ուզում է լինի ղեկավարը, դուք պարտավոր եք օգնել։ Մեր ընկերներից մեկի, չգիտեմ, հետազոտություններ է կատարել եւ գտնում են, որ ամբողջ աշխարհում 220,000 հայ միլիոներներ կան։ Միլիոնատեր 220,000, պատկերացնում եք ինչ թիվ է։ Եվ ուր եք հարգելի միլիոներներ։ Այսրանից ավելի վատ վիճակ դուք պատկերացնում եք եւ Սփյուռքը այսօր Սփյուռքի հետ ով է աշխատում։ Խնդրում եմ 2021-26 թվականի կառավարության ծրագիրը, որ ներկայացրել են ազգային ժողովն էլ հաստատել է, խղճուկները որ հաստատել են։ Մի խնդրում եմ բացեք, կարդացեք Արցախի վերաբերյալ այնտեղ ինչ է գրված։ Սփյուռքի վերաբերյալ, հայրենադարձության վերաբերյալ ինչ է գրված։ Ինչ եք անում դուք, կառավարության անդամներ։ Էլ ես չեմ ասում падգամավորներին։ Եվ քանի որ падգամավորների մասին խոսքը, ինձ համար աբսուրդ է ընդդիմության այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում գտնվելը։ Հարգելի ընդդիմադիրներ, դուք օրինականացնում եք այդ Նիկոլ Փաշինյանի այդ ջիվաղի գործունեությունը։ Դուք փաստորեն լինելով խորհրդարանական երկիր, խորհրդարանում փոխանակ դուք ձեր լիազորությունները ցած դնեք եւ խորհրդարանը լուծարվի եւ այդ
Փաշինյանի այդ ամբողջ գործունեությունը կտապալվի։ Բայց ցավոք այսօր չգիտես ինչու քննադատում են, ինչքան ուզում եք քննադատեք։ Ես մեր օրինակի վրա եմ ասում։ Երկրորդ գումարման եղել եմ հանձնաժողովի նախագահ, ստեղծել ենք Միացյալ Հայաստան պատգամավորական խումբ 6 հոգուց բաղկացած։ Հիմա մենք անընդհատ քննադատում ենք։ Նկատի ունեք Արցախում 90-ականներին։ Այո, Արցախում 90-ականներին։ Մենք ստեղծել ենք Միացյալ Հայաստան պատգամավորական խումբ եւ որպես անդիմադիրներ ամեն ինչ բողոքում էինք, բյուջեին փոփոխություններ ենք ուզում մտցնենք, բան, այսինչ եւ ինչ է ստացվել։ Մենք ճակետավոր ասած թե տեսել ենք, որ մեզ օգտագործում են։ Երբ դրսից մարդը գալիս, ասում է գնացեք, անդիմություն, տեսնում եք այդ մարդիկ ինչ են մտածում, ինչ են ասում։ Եվ մենք որպես դրա համար ես եւ ընկերս 2000 թվականի երբ լիազորությունները ցած ենք դրել, հայտարարել ենք, որ դուք սխալ ճանապարհով եք գնում, ազգը տանում եք կործանման, մենք լծակից չենք դառնալու։ Ասում ենք, որ երբեք падգամավոր չենք դառնալու եւ երբեք մեր լիազորությունները ցած դնելուց հետո անգամ դրա մասին չենք մտածել, որտեղ հասկացել ենք, որ անգամ եթե падգամավոր դառնանք, ելի այդ նույն գործունեությունը պետք է անենք, ելի նորից դառնանք այսպես կոչված անդիմադիր падգամավորներ, բայց ոչ մի արդյունքի չհասնենք, դրա համար չենք դրել։ Յուրաքանչյուր ընտրել 7 տարի հետո ինձ հրավիրել են ասել կուզենաք կրոնի բաժին, ասեցի խնդիր չկա, կաշխատեմ։ Որի ընթացքում, եթե չեմ սխալվում, հրաժարվել եք ամենաբարձր մակարդակով տրված ցուցումը կատարել, այն է Ղրիմի բռնակցման ժամանակ, այդ օրը աշխատակիցների հետ դուրս գալ հրապարակ։ Այո, պատկերացնում եք, աբսուրդ է տեղի ունեցել, Ղրիմը վերցրել Ռուսաստանը վերցրել իր կազմի մեջ, մեր զանգում է աշխատակազմի ղեկավարը, որ բաժնով բոլորը դուրս եկեք ցույցին մասնակցից, ասի որ դա հիմարություն է։ Մենք չենք մասնակցել նման հիմարության, երկրորդն էլ ես իրավունք չունեմ, բարոյական իրավունք չունեմ իմ աշխատողներին պարտադրեմ գնան եւ դուք էլ իրավունք չունեք ինձ պարտադրելու, որ գնամ այդ հիմարությանը մասնակցեմ։ Եվ Հայաստանից ոչ միայն պատվիրակություններ են եկալ, այլ երկչախումբ, չգիտես նվագախումբ եկան ուրախացան, որ Ղրիմ միացնում են։ Ասացիք դուք հասկանում եք ինչ եք անում։ Ձեր կարծիքով իբր օգնում եք Ռուսաստանին, բայց վնասում եք Ուկրաինային։ Երկուսն էլ մեր եղբայր պետություններն են։ Մոռացել եք, որ երկուսն էլ քրիստոնյա են, երկուսն էլ ուղղափառ քրիստոնյաներ են։ Այդ մարդկանց ինչու եք մեկին օգնում, մյուսին վնասում։ Եթե նույնիսկ այդպես չլինի, ամեն դեպքում մի տեսակ տգեղ երևույթ էր, լուրջ չէր, այսպես ասենք։ Եվ այդ նույնն էլ, երբ արդեն Արցախ թաղամասի գլխամասում բացում են ինչ որ մի ուկրաինացու, բայց ինքը ցակում է ուկրաինացիա, իհարկե հրեա էր, բայց մեր ներկայացնում են եւ նրա արձանը կանգնեցնում են։ Պատկերացնում ես եւ այդ նույն ժամանակ էլի հայտարարում են, որ գնում ենք արձանի բացում, ասցի, իսկականից դուք լուրջ չեք։ Նախ Արցախ թաղամասի գլխավերում, փաստորեն ստացվում է, որ այդ մարդու շնորհիվ է, որ Արցախ գոյություն ունի։ Ախր գիտեք, խորհրդանիշներ կան, որ ընդհանրապես շատ դեպքում հաշվի չեն առնում։ Ցավոք սրտի նաեւ եկեղեցում որոշ խորհրդանիշներ կա, որ պիտի ընդհանրապես չլինի։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության տարօրինակ փնտրտուքները։ Պարոն Սարգսյան, անդրադառնանք Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ու ոչ միայն։ Մեր պետությունը ձեր կարծիքով ամեն ինչ անում է նրանց ազատ արձակելու համար։ Գիտեք, օրինակ շատ զարմանալի է, որ մարտի 13-ին Խորհրդարանը հատուկ որոշում է ընդունում այդ ոչ միայն այլ պատանդների վերաբերյալ, պատկերացրեք, իրենք որպես պատանդներ են հաշվում բոլորին, պատանդների ազատ արձակման վերաբերյալ հատուկ բանաձև է ընդունում 532 կողմ, 3 դեմ, 83 ձեռնպահ, այսինքն բացարձակ մեծամասնությամբ ընդունում են, եւ Հայաստանի Հանրապետության արձագանքը, որը ժամանակ անց հայտարարում են, որ մենք հրաժարվում ենք մեր պահանջներից եւ 17 պահանջ, որ Ադրբեջանը ներկայացրել է, ընդունում ենք։ Այսինքն ճակերտավոր ասած, պատվիրատուն ով է, հետարքերի ով է պատվիրատուն։ Եթե Հայաստանի Հանրապետությունը չի ներկայացրել, ասինքն ինքնուրույն այդ մարդիկ հասկացել են, որ մեր պատանդներն են այնտեղ պահվողները, եւ ռազմաքաղաքական գործիչները, եւ պատահական մարդկանց են բռնել որպես հայ, եւ ռազմագերիները այնտեղ պահում են։
Հիմա հարց է առաջանում, ով է պատվիրատուն, եթե ոչ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը այս պահի դրությամբ տեղահանված է լրիվությամբ։ Հիմա իրենք, ես չեմ հասկանում, այդ նման մոտեցումը, միթե դա խայտարակություն չի ամբողջ հայ ազգի համար, եւ խայտարակությունը այն խոսքը չէ, ասինքն դա դավաճանություն է, փաստացի դա դավաճանություն է, ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ ազգային դավաճանություն է։ Եվ ես օրինակ չեմ պատկերացնում նրանց մտածելակերպը, ազգային ժողովի մակարդակով, նախագահի մակարդակով հայտարարում են մեր միջամտությունը ընդհակառակը կխանգարի։ Հարգելի, եթե քո երեխան այս պահի դրությամբ գտնվեր այնտեղ, քեզ չի մտահոգի արդյոք։ Ախր ցանկացած երևույթ, որ տեղի է ունենում, դու պիտի արդեն քո վրա վերագրես։ Օրինակ ես ինքս, եթե ճանապարհին գնալիս մի տարիքով մարդ եմ պատահում, պատկերացնում եմ հայրսը, տարիքով կին մայրսը, երիտասարդ աղջիկներս են, տղաներս են։ Հիմա եթե մեկին ցավ ես պատճառում, դու այդ ցավը քո վրա պիտի վերցնես։ Հիմա եթե ձեր որդիները այս պատերազմի ժամանակ որ գերի են այնտեղ տանջամահ են անում, միթե ձեզ չի հետարկում։ Բա մի ժամանակ Փաշինյան քո որդուն ուղարկում է իր Աշոտիկին ուղարկում է իմ անվանակիցը, ուղարկում է իր այնտեղ որ փոխանակեն, ուր մնացիր։ Մի ժամանակ Արցախում հայտարարում էր, որ սա Հայաստանը եւ վերջ։ Եվ հանկարծ հայում մոռացար, որ այդ ասել ես։ Դա մենակ հոգեկան հիվանդ մարդը նման հայտարարություններ կանի եւ ազգային դավաճանություն անի եւ մնա անպատիժ։ Դա է խնդիրը։ Դուք ասել եք նաեւ, որ Միքայել Արզումանյանն էլ ռազմագերի թե պատանդ։ Այո, Միքայել Արզումանյանը ես հաշվում եմ ռազմագերի, որտեվ ինչ է նշանակում Միքայել Հարությունյանին ձերբակալեր այն դեպքում, երբ նա եղել է խորհրդական, մեր նախագահի Արայիկ Հարությունյանի խորհրդականն է, մոտել է Արայիկ Հարությունյանի մոտ, ասել որ թույլատրի վաղը գնում է Երևան, ինչ որ այստեղ նշում է, ինչ որ միջոցառում կար, եւ ճանապարհին իրեն բռնում են մեղադրում։ Եվ հետարքիրը որն է եղել։ Օգոստոսի 30-ին, իսկ օգոստոսի 30-ը ինչ օրը։ Անդրանիկ Զորավարի մահվան օրը։ Պատկերացրեք, նպատահական ոչ մի բան չկա էլի, եւ 31-ին Նիկոլ Փաշինյանը գնում է Եվրոպայում հանդիպումներ կազմակերպում եւ Ալիևի ձերքսեմում ուրախ, որ ձեր ասածը կատարեցինք։ Հրամանատարին էլ բռնեցինք։ Եւ մարտը օգոստոսին արդեն 3 տարին լրանում է։ Կոնկրետ ոչ մի մեղադրանք, որ ներկայացրել են, չեն կարողանում հաստատեն։ Եվ ես ինձ տեղյակ եմ ես նաև Շուշի, երբ արդեն Շուշին հանձնել են, ինքը նախագահին այդ կոպիտ վերաբերվել։ Իսկ այսօր ասում են, որ Շուշին ինքն է հանձնել։ Ախր աբսուրդ է։ Իսկ այն բարձունքի մասին, որ ասում են, ինքը այդ ժամանակ հրամանատար չեղել, իրավունք չի եղել այդ բարձունքը կամ հրաման տա կամ չգիտեմ, առաջարկ է անգամ։ Դա աբսուրդ է էլի։ Համար եմ ասում, ոչ միայն ինքը, այլ մնացած այդ գերիների նկատմամբ եւ ինչ որ անում են, այդ նույն կարծես թե թելադարանքն է, ինչ կատարում է Բաքվում, այդ նույնն էլ կատարում է Երևանում ցավոք սրտի։ Պարոն Սարգսյան, օրերս որքան ինձ հայտնի է, արցախցիները հավաքվել են ստեղծել նախաձեռնող խումբ, որի անդամներից մեկը նաեւ դուք եք։ Խնդրում եմ բարձրաբանեք, ինչ նպատակներ ունեք ձեր առջև, ինչ եք մտադիր անել։ Ուրեմն իմ ամենաառաջին նպատակը բնական է, դա նախորդ հանրաժողովի ժամանակ, հանրահավաքի ժամանակ ինձ համար խիստ աբսուրդ էր, որ քաղաքական հայտարարությամբ չարեցին։ Ես դիմել եմ ղեկավարներին, կազմակերպիչներին, ասել են մենք սոցիալական միայն հարցեր եք տնում։ Ինձ համար զարմանալին գիտեք որն է, ընդհանրապես միտինգները, հանրահավաքները եւ մնացածը դա քաղաքական process-ներ են։ Ոնց կարելի է քաղաքական process-ում քաղաքական հայտարարություն չանել։ Հիմա այս բանը, որ մինչև նախաձեռնող խմբի անդամ նշանակելը, այստեղ մեր խորհրդաժողով է եղել։ Խորհրդաժողովի ժամանակ ես նորից այդ հարցը բարձրացրել եմ, որ մենք առաջին խնդիրներից մեկը պետք է դնենք մեր բոլոր պատանդների, ինչպես Եվրոմիությունն է անում, բոլոր պատանդների վերադարձը Արցախ։ Չէ որ նա նաև այսպես կոչված այդ պայմանագիրը, որ ստորագրել են, այնտեղ էլ է եղել նշված դրա մասին։ Բազմաթիվ եւ Եվրոմիությունը, Եվրոխորհուրդ եւ տարբեր կազմակերպություններ հանդես են եկել առաջարկությամբ, բանաձևեր են ընդունել, որ պետք է ազատ արձակեն, մինչև հիմա չկա։ Այդ ամբողջ առաջին խնդիրը բնական է այդ է,
Երկրորդը ես ուզում եմ նաև բարձրացնեմ արցախցիների համախմբման խնդիրը։ Այնտեղ այնադարձության խնդիր կա եւ մնացած նաև արտագաղթը կասեցնելն է, որտեվ իսկ արտագաղթի կասեցնելը բնական է առաջինը մեկը ինչ ուզում եք անենք սոցիալական խնդիրների լուծումն է։ Այդ 50,000 դրամը ինձ համար զարմանալի եւ աբսուրդ է։ Նախ մինչեւ հիմա ոչ մեկին չի հաջողվել բարձել այդ 50,000-ը որտեղից են տալիս։ Հայաստանի Հանրապետության ներկայիս ղեկավարները Լևոն Փաշինյանի գլխավորությամբ, թեկուզ երկուսն էլ նույնն են։ Ուրեմն մոռանում են, որ ժամանակին Արցախի Հանրապետությանը իրենք միջպետական վարկ էին տրամադրում։ Հիմա հիշում եմ, այդ միջպետական վարկը այն ժամանակ տրամադրում էին, մոռացել են դրանք։ Հիմա այդ միջպետական վարկի տրամադրած գումարը, եթե բաժանենք 50-50-ի բաժանենք, տակը կմնա էլ Փաշինյանի ընտանիքի համար, որ գնաք իմիջիալոց նոր հեծանիվել կարող է վերցնել այդ փողերով։ Ես զարմանում եմ, ասում եմ, նման խնդիրներ կա։ Դրա համար մեր այս համաժողովը ոչ թե լինելու է սոցիալական խնդիրների, այլ իմ կարծիքով համահայկական խնդիր լուծելու, որտեղ այս պահի դրությամբ այդ դավաճանությունը, որ կատարվել է 17 կետը, որ ընդունել են, բացի դրանից հետ են կանչել Եվրոդատարանում մեր բոլոր հայցերը, որ այդ այնտեղ կար նաև մեր բանես բռնի տեղահանման, իսկ Օկամպոյի բանով նկարագրությամբ եւ հաստատումով, որ դա եղել է ցեղասպանություն։ Այդ ոնց է Խոջալույում 3-4 մարդ է զոհվել պատերազմի ժամանակ խաղաղ բնակիչ։ Աշխարհի որոշ պետություններ ցեղասպանություն են հաշվում, չգիտեմ, կազմակերպություններ ցեղասպանություն են հաշվում, իսկ 120,000 մարդու բռնի տեղահանումը պատերազմի միջոցով 220,000 զոհ, 300-ից ավել մարդիկ այդ բենզինի հարցով որ վառվեցին եւ անհայտ կորածներ, այո, դա ուրեմն դա ցեղասպանություն չի, բացի 2-3 մարդու սպանությունը պատերազմի ժամանակի միջալոց խաղաղ բնակիչները, որ ժամանակին Արցախի Հանրապետության ղեկավարությունը երկու ուղղությամբ ճանապարհ էր բացել նրանց համար, որ խաղաղ եւ նաեւ նպաստել որ գնան, օգնեն որ գնան, մոռացել են դրանք։ Հիմա այդ է խնդիրը, այս բանի ժամանակ իմ կարծիքով դա մենք պետք է լուծենք ոչ թե Արցախի սոցիալական, այլ համահայկական խնդիր պետք է մենք դնենք մեր առջև լուծենք։ Դրա համար կոչ ենք անում բոլորին մասնակցել։ Եվ գիտեք, ցավոք սրտի հանրահավաք եք անում։ Այո, հանրահավաքին բոլորի մասնակցել, օրվա մասին այսօր վաղը երևի հանդիպում լինի, այո, որոշակի արդեն որ լինի սոցիալական ցանցերում եւ հայտարարություններ կլինի եւ բոլորին կխնդրենք, որ մասնակցի, որովհետեւ մենակ այստեղ արցախցիների 50,000-ի հարց չի լուծում։ Դա շատ կարևոր խնդիր է, որ բոլորս պետք է մասնակցենք եւ մեր ձայնը բարձրացնենք աշխարհով մեկ, ոչ թե բոլոր հայերին դիմենք, որ վիճակը օրհասականա, հասնեն, օգնեն բոլորը։ Պարոն Սարգսյան, երբ ասում եք Արցախ, երբ լսում եք Արցախ, ինչ եք մտաբերում, որևէ կերպար, որևէ խորհրդանիշ, որևէ բնակավայր։ Գիտեք, ցավալի հարց է։ Ես մտաբերում եմ, հայրս, մայրս կանգնած ինձ սպասում են։ Մեր դռանը կանգնած ինձ են սպասում, որ գնամ դուռը բացեմ մտնեմ մեր օջախ։ Շնորհակալություն։ Բարեկամներ, ես Կարեն Միրզոյանն եմ, կհանդիպենք։